Ոչնչացված են արդյոք Իրանի միջուկային հնարավորությունները, Թրամփի պնդումները կասկածի տակ են դնում հենց Վաշինգտոնում։ Միացյալ Նահանգների հետախուզության գաղտնի տվյալների արտահոսքը հօդս է ցնդեցրել ամերիկյան ավերիչ հարվածների միֆը։ Հետախուզության նախնական գնահատականը ցույց է տալիս, որ Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել եւ հավանաբար հետ է մղվել ընդամենը մի քանի ամսով։ Իրանի ցենտրիֆուգները մեծ մասամբ անվնաս են, հարվածների ազդեցությանն են ենթարկվել միայն վերգետնյա կառույցները։ Սպիտակ տունն այս գնահատականն անվանել է բացարձակապես սխալ, նշելով, որ արտահոսքի հեղինակը հետախուզական կառույցի ցածր մակարդակի լուզեր է։ Թրամփը վերահաստատել է Իրանի միջուկային օբյեկտները հիմնահատակ ոչնչացնելու պնդումն ու խիստ դատապարտել ֆեյք լուրեր տարածողներին։ Այս ամենը հնարավոր դարձրին մեր B2 ռմբակոծիչների օդաչուները։ Նրանք հիանալի հարված հասցրին գիշերվա մթության մեջ։ Նրանք կատարյալ հարվածեցին թիրախին։ Ես տեսա, թե ինչպես CNN-ի կեղծ լուրերով հաղորդում էին, թե գուցե դա կատարյալ հարված չէր։ Դա շատ անհարգալից է այն մեծ հանճարների եւ հայրենասերների նկատմամբ, որոնք այդ թռիչքները իրականացրել են չափազանց վտանգավոր պայմաններում։ Սպիտակ տան ղեկավարը կրկին ընդգծել է, Իրանն ուրան չի հարստացնելու եւ միջուկային զենք չի ունենալու։ Թրամփն այլընտրանք է առաջարկել Թեհրանին, ասելով, որ Իրանի ժողովուրդը հիանալի առևտրային հմտություններ ունի եւ կարող է նավթի վաճառքով զբաղվել։ Ավելին, Միացյալ Նահանգների նախագահը այժմ չի ցանկանում փոխել Իրանի ռեժիմը։ Ոչ, չեմ ցանկանում։ Եթե փոխվի, դեմ չեմ լինի, բայց իմ ցանկությունն այն է, որ որքան հնարավոր է, իրավիճակը հանդարտվի։ Ռեժիմի փոփոխությունը քաոս է առաջացնում։ Մենք չենք ցանկանում, որ քաոսային վիճակ լինի։ Ամփոփելով պատերազմը, Իրանի նախագահն իսրայելա-իրանական դիմակայությունն անվանել է պատմական ու մեծ ու հայտարարել մտածածին պատճառներով պատերազմ սկսած Թել Ավիվի հետ 12-օրյա պատերազմի ավարտի մասին։ Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին ոչնչացնել Իրանում գտնվող օբյեկտները, խափանել միջուկային հետազոտությունները, սոցիալական անկարգություններ առաջացնել հանրապետությունում։ Իսրայելում Իրանի զինված ուժերի պատասխան հարվածների հետևանքով ավերածությունների մասշտաբն աշխարհին ցույց տվեց, որ այս արկածախնդրության գինը սարսափելի էր։ Փեզեշքյանի խոսքով Իրանի ժողովուրդը համախմբվածություն եւ ամբողջ երկրում կյանքը կարգավորելու պատրաստակամություն է ցուցաբերել։ Իրանի նախագահը հայտնել է նաեւ, որ եթե Իսրայելը չխախտի հրադադարի ռեժիմը, Իրանը նույնպես կպահպանի այն։ Փեզեշքյանի պնդմամբ Իրանը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ քննարկել եւ պաշտպանել իր ժողովրդի օրինական իրավունքները։ Նախագահի խոսքով Իրանում ոչ ոք չի հրաժարվի միջուկային ծրագրից, որն ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո է։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ ագրեսիան ավելի է ամրապնդել Իրանի վճռականությունը, թեպետ այս հարձակումները լուրջ ազդեցություն կունենան միջուկային ծրագրի հետագա ընթացքի վրա։ Առանց ժամանակ կորցնելու Թեհրանը քայլեր է ձեռնարկում։ Իրանի խորհրդարանը հաստատել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությունը դադարեցնելու օրինագիծը։ Կառույցին մեղադրում են քաղաքականացված դիրքորոշման եւ ոչ պրոֆեսիոնալ վարքի համար։ Կրեմլից արձագանքել են Իրանի մեջլիսի որոշմանը։ Պեսկովն ընդգծել է, որ գործակալության վարկանիշը լուրջ վնաս է կրել եւ որոշումը հենց դրա հետևանքն է։ Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո էլ Իրանում շարունակվում է Մոսադի օգտին լրտեսած գործակալների որսը։ Իսլամական Հանրապետությունում մահապատժի է ենթարկվել 3 լրտես։ Դատավճիռն ի կատար է ածվել Ատրպատականի նահանգում։ Հանցագործները փորձել են Իրան ներկրել ահաբեկչություններ իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ։ Հունիսի 13-ի պատերազմի մեկնարկից ի վեր Իրանում ձերբակալվել է Իսրայելի օգտին լրտեսած 700 գործակալ։ Այս պատերազմում Իրանը ոչ միայն իրեն պարտված չի համարում, այլև ավելին պնդում է պատմական հաղթանակ է տարել։ Հազարավոր իրանցիներ իրենց հաղթարշավը տոնում են փողոցներում։ Բոլոր միջոցներով պաշտպանելու եմ իրանական ազգի պատիվը, այստեղ լինելու այլ պատճառ չունեմ։ Ինչ ասում է Իրանի գերագույն առաջնորդը, մենք հնազանդվում ենք ու աջակցում։ Մենք չենք ընդունում պարտադրված խաղաղություն։ Հրադադարի հետևանքով թշնամին ավելի կհզորանա։ Մենք պետք է շարունակենք պայքարը։ Մենք իրանցիներս հիանալի պատմություն ունենք։ Մենք չենք խոնարհվում ագրեսորների ու ճնշողների առջև։ Մենք կռվում ենք մինչև վերջին շունչը։ Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր Իսրայելի նկատմամբ Իսլամական Հանրապետության հաղթանակի մասին։ Իրանում եւս մեկ անգամ համոզվեցին իրենց երկրի ու ժողովրդի գոյության պայքարն արդար է ու օրինական։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։